Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 20-ն է 2025 թվական։ Ինչպես միշտ խոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Քանի որ Սուրբ Հարության տոնը շարունակվում է, դրա համար այսօր նույնպես իմ խոսքը սկսեմ Քրիստոս հարյավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիմա անդրադառնանք ներպետական մի քանի հարցի անդրադառնանք, նոր անցնենք աշխարհաքաղաքական իրադարձություն։ Այ գրեթե օր չկա, որ այդ մասին չեմ խոսում, բայց անընդհատ նորից հարց են տալիս, նոր պարզաբանումներ են ուզում, որովհետև ուզում են հասկանալ ի վերջո այս սահմանադրական փոփոխության հարցը ինչին է հանգեցնելու։ Մի անգամ եւս ասեմ, փորձեմ նաև այն շեշտադրումով, որից հարց տվեցին ինձ, բա լավ ենթադրենք ժողովուրդը չի համաձայնում սահմանադրական փոփոխությանը, բա դա ինչի առաջ է մեզ կանգնեցնելու։ Հիմա դա բացատրենք։ Երբ որ սահմանադրական փոփոխության հետ կապված Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ասում էր, որ սա դա մեր ներպետական օրակարգն է, մենք դա չենք փոխում որևէ մեկի համար։ Ինչ կապ ունի թե Ադրբեջանն ինչ է ասում։ Մենք դեռ 2018 թվականից ենք խոսել դրա մասին։ Եվ բացի այդ, ստեղծել ենք հանձնաժողով սահմանադրությունը փոխելու, հանձնաժողովը կտա իր գնահատականը, իր կարծիքը, թե մենք այդ սահմանադրությունը ինչ են իրանք առաջարկում, նոր կորոշվի։ Բայց այդ ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սկզբից ասեց նախաբանը պետք է փոխվի, այլապես ցլերը կհարձակվեն, շատ վատ ընդունվեց այդ մտքից հրաժարվեց, հետո ասեց, չէ, մենք պետք է սահմանադրություն փոխենք, ժողովրդի հետ շփվենք, ժողովուրդը ինքը որոշի եւ այլ եւ այլ։ Մի խոսքով, նենց գեղեցիկ ինչ որ փորձեր էր ուզում անել, ինչ որ բան արդարացնել։ Չանցավ այդ ամեն ինչը, ի վերջո ասեց սահմանադրությունը պետք է փոխենք ռեգիոնալ շահերը հաշվի առնելով, այսինքն խաղաղության պայմանագիրը։ Բայց եւ միևնույն ժամանակ հարց է առաջանում, բա լավ, այդ սահմանադրությունը, երբ որ փոխելու հանձնաժողովը, որը պետք է կարծիք հայտնի, այնտեղ ներկայացված են պաշտոնյաներ, ներկայացված են քաղաքասարակության ներկայացուցիչներ, դեռ նրանք իրանց եզրակացությունը չեն տվել, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է սահմանադրության նախաբանից հանել անկախության հռչակագիրը, որովհետև անկախության հռչակագիրը պետություն չունենալու մասին է։ Դուք պատկերացնում եք ինչի առաջ է կանգնացնում հանձնաժողովին։ Եթե հանձնաժողովը առաջարկում է նախաբանը չհանել, նշանակում է դուք դեմ եք հայոց պետականությանը, այսինքն նման աբսուրդ բան։ Իսկ եթե իրանք առաջարկում են դա հանել, Նիկոլ Փաշինյանը ասում է, այդ տեսակ ժողովուրդ ջան, ես առաջարկեցի, որ դա հանել, ես գտնում եմ, որ դա չպետք է լինի։ Հիմա գնում են ընտրության ժամանակ ինքը ձայն է ստանում, ինքը ընտրվում է, որից հետո, եթե ժողովուրդը հանրաքվեի արդյունքում չի անցկացնում դա, կանգնում Ադրբեջանին ասում է տեսար, ես կոնկրետ կողմ էի, որ դա հանեն, ժողովուրդը դեմ է։ Դե ուրեմն, եթե դու գտնում ես, որ այնուամենայնիվ հարցը խաղաղ չի լուծվում, պետք է պատերազմով լուծվի, քո ուզածը պատերազմով վերցրու։ Ու չմոռանաք մի անգամ դա մեր գլխին բերել է։ Դրա համար անընդհատ այդ նույն հարցը ինձ տալիս են տարբեր ձևերով։ Որտեղ երբ որ ինքը ասեց, գիտեք, երբ որ այդ նյութերին ծանոթացա, տեսա, որ Արցախը 91 թվականից այլևս Ադրբեջանինն է, եւ այն ինչ որ քննարկվել է, դա Արցախի հարցը լուծելու համար չի եղել։ Թող գցել են մեր վիզը Արցախով, որ մեր պետականությունը վերացնեն, բայց եթե կանգնեի ասեի, պետք է Արցախն ու անվտանգության գոտին ազատագրված տարածքները հանձնեինք, ով ինձ դա կթողեր։ Բայց որ պետք է պատերազմը լեր, որ թողենք, որ կանգնեց ասեց, էլի այս նույնը պետք է լիներ, ուղղակի առանց զոհերի։ Բայց եթե զոհ չլերով կհամաձայնվեր, որ մենք գնայինք զիջումների եւ խաղաղ պայմաններում Արցախն էլ հանձնեինք, 7 շրջաններն էլ հանձնեինք։ Այսինքն դա պետք էր միայն նրա համար, որ ժողովուրդը պատրաստվեր պարտության, ընդուներ պարտությունը, այլապես ավելի շատ զոհ կունենայինք, այլապես Հայաստանը կկորցնեինք, ավելի լավ է Արցախը կորցնելով փրկվեցինք, ավելի լավ է 4000 զոհ տալով փրկվեցինք։ Սա ինքը չէր կարող այլևս թաքցնել, դրա համար ազգային ժողովի բարձրամբյունից այս ձևի ձևակերպումով արեց։ Հիմա վաղը ինքը պետք է կանգնի ասի ժողովուրդ ջան, բա ես ձեզ չէի ասում, եթե նախաբանը սահմանադրությունից չհանենք, Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ Այ ես չէի ուզում ձեզ պարզ ասեմ դա, ախր մի անգամ ասեցի չընդունեցի կենցելերի պատմությունը, ու դա կհիշացնի մեզ։ Դե դրա համար հիմա տեսակ, հիմա դուք չընդունեցիք, Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չստորագրեց, որից հետո հիմա պատերազմով եկավ մեր տարածքները վերցրեց, եւ մեղավորը դուք եք։
Հետո պետք է կանգնի ասի ժողովուրդ ջան, դե ես չի ուզում ձեզ ասեմ, որ եթե սահմանադրությունը դուք չհամաձայնվեք փոխել, Հայաստանը տարածքային կորուստներ է ունենալու։ Այդ իմ սխալն էր, էլի, պետք է ասեի, բայց հիմա դուք հասկացաք, չէ, ինքը ինչա նախապատրաստում։ Այսինքն ավելի պարզ բան, եթե ինքը ասում է, որ ես գտնում եմ դա պետք է հանվի, եւ դա ժողովուրդը չի հանում, ուրեմն մեղավորը ժողովուրդն է, Ադրբեջան, քո հարցը, Ադրբեջանն ասում է, քանի դա չես անի խաղաղության պայմանագիր չենք ստորագրում ու էսկալացիան չի բացառվում։ Առավել ևս դուք զինվում եք, դուք խաղաղություն չեք ուզում, դուք ռևանշիստ եք։ Եվ ամեն օր ասում է, գիտեք, Հայաստանի տարածքից կրակում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է, որ այս պահին ինքը ընտրություններից առաջ հարցակում չունենա, պարտություն չունենա, որպեսզի կարողանա ընտրության գնա, ախր մեզ խաղաղության է տանում, չէ ինքը։ Դրա համար Ադրբեջանի հետ պայմանավորված հիմա այնպես պետք է անեն այս խաղերը, որ ցանկացած բան դու կստանաս պայմանով, որ Նիկոլ Փաշինյանն էլ աթոռը նորից կարողանա պահի։ Սա է խնդիրը։ Ավելի պարզելի է ձեզ ոնց բացատրեմ, թե ինչի էր իրան պետք հանձնաժողովի եզրակացությունից առաջ հայտարարել, որ ես գտնում եմ, որ պետք է նախաբանը չլինի, ինչի համար էր դա։ Բա հանձնաժողովը թող իր կարծիքա, բայց հանձնաժողովն ինչի համար եք ստեղծել, որ ինչ անի։ Եթե դու պետք է քո կարծիքով ճնշես հանձնաժողովի կարծիքի վրա։ Իմաստը ո՞րն է։ Մի պարզ պատճառով, ոնց որ պատերազմի հետ կապված մեղքը գցեց ժողովրդի վրա, ինձանից ինչ եք ուզում։ Ես կանգնեցի ասի առանց պատերազմ, եթե հանձնեի չէիք թողիկ ասեիք դավաճան, ես պատերազմով հանձնեցի, դուք էլ ինձ ընտրեցիք, ուրեմն պատերազմի ամբողջ բեռը վերցրեցիք ձեր վրա։ Այսինքն դուք համաձայն էիք, որ մենք պարտվեինք եւ համաձայն էիք, որ ինչ որ կատարվեց Արցախի հետ։ Եթե չէ, քվեարկեիք տուն ուղարկեիք։ Սա էր ամբողջ իմաստը։ Այդ դրա համար, որպեսզի դա արդարացվեր, պետք էր նախկիններին ուժեղացնել, պետք էր ամեն ինչ անել Քոչարյանին բոբո սարքել, որովհետև Սերժ Սարգսյանից բոբո կերտելը արդեն դժվար էր։ Սերժ Սարգսյանը նոր էր մերժվել եւ որևէ մեկը չէր հավատա դրան։ Իրան պետք էր նոր հրեշ ստեղծել եւ ամեն ինչ արեցին, բանտ նստացնելով եւ այլ հազար ու մի խնդիրներ, շատ դժվարությամբ կերտեցին այդ հրեշին, որպեսի բերեն ցույց։ Այնպես չի, որ նա հրեշ չէր, բայց այդ հրեշն ասում է ժողովուրդ ջան, մեր տանը խելոք վերենգած է ինձ համար։ Այդ ինչի բզբզեցիք, ինձ ոտի հանեցիք։ Ինքը պարզ ասեց, չէ, որ ինքը չէր ուզում մտներ ասպարես։ Իրան զորով մտցրեցին ասպարես։ Ավելի պարզ մարդը ոնց ասեր, ես հանգիստ գնացել էի իմ գործին, ցանկություն չունեի մտնելու, բայց դուք ինձ ստիպեցիք, ես ստիպված մտա, որից հետո արդեն սկսեցին խաղեր խաղալ, սկսեցին Ռոբերտ Քոչարյանի ընկերություններին փող տալ, ուղիղ գնումներով ապրանք առնել, հետո հիմա էլ ինչպես տեսնում եք սահմանադրական դատարանով կվերադարձնեն գույքը, որպեսզի նրանք կարողանան նորմալ ընտրության մասնակցեն։ Ի վերջո դուք հասկացաք, ընտրությունից առաջ իրանց ուզածը որն է, Ադրբեջանին ասել մենք համաձայն ենք, բայց ժողովուրդը չի ուզում, եւ մեկ էլ այնպես անել, որ գնալ ընտրությունների, իսկ ընտրությունների հետ կապված նորից մենք մեկ անգամ եւս հասկանանք ի վերջո ներողություն, ի վերջո ինչա արածները, որն է փայլուն կերպով Գյումրու ընտրությունը ցույց տվել, այսօր էլ եմ հարցազրույցում դրան անդրադարձել, բայց մի քիչ պարզաբանեմ ձեզ համար։ Գյումրու ընտրությունների ժամանակ իշխանությունը ստացավ ամենաբարձր տոկոսը, բայց չանցավ։ Եթե ընտրությունում ակտիվ չմասնակցեին, իսկ տեղական ընտրություններում շատ ակտիվ չեն մասնակցում, այդ դեպքում իրանց ձայները բավարար կլներ 50 գումարած 1 հավաքելու համար։ Ակտիվ մասնակցեցին, իրանք պարտվեցին։ Այսինքն իրանց նպատակը նա է, որ այսպես է, հիմա ընտրություն է, մասնակցում է իշխանություն եւ նախկին իշխանություն։ Եվ եթե չմասնակցեց նորմալ ռեալ այլ ընտրանք, ժողովուրդը նեղանում է եւ չի գնում ընտրության։ Գնում են ակտիվ ձևով ընտրության նրանք, ովքեր ընտրում են իշխանությանը, որ ամեն գնով բերեն Նիկոլ Փաշինյանին թողեն իշխանության, եւ գնում են նախկինները, որպեսզի Նիկոլ Փաշինյանից պրծնեն, կռիվը սա է։ Իսկ այն հսկայական զանգվածը, որը 50%-ից ավել է ընտրողների, որ չի տեսնում այդ ցուցակի մեջ իր ուզածին, ինքը չի գնում ընտրության։ Իսկ չգնալով ընտրության, դուք ու ձայնը տալիս ես գնացածներին, որովհետև եթե այն ուժերի հարաբերակցությամբ, որ ձայները պետքա լինի, նվազագույն շեմ սահմանած չի։
քիչ մասնակցելով իշխանությունը օգտագործելով իր վարչական ռեսուրսը, օգտագործելով որ բյուջեից տված ցանկացած փող ներկայացնում է, որ տեսեք մենք ինչ լավ ենք աշխատում, իրականում հարկատուների փողերի հաշվին անում է անորակ շինարարություն կամ հազարով մի անիմաստ ծախսեր է անում, բայց դրանով ցույց է տալիս ի վերջո մենք ենք անում, այս ընդդիմությունը մենակ խոսում է, այսինքն պետության բյուջեի հաշվին ընտրակաշարք բաժանելու նորմալ ձև է իրանց համար դա ընտրված։ Տեսել եք ինչ է ալնում, ընդդիմախոսների վրա քրեական գործ հարուցել, ճնշել, հազարով մի բաներ անել։ Այս ամեն ինչը նպատակը նա է, որ չլինի նորմալ այլընտրանք, իսկ նորմալ այլընտրանք չլինելու դեպքում իրանք եթե վարչական ռեսուրսով շատ ձեն հավաքեն, իրանք կանցնեն։ Այսա իսկ դեմը առնելու համար ժողովուրդ ջան, ի վերջո ընտրությունը ձեր երազանքի ասպետին չեք ընտրում։ Դուք ընտրում եք եղածների մեջ։ Ունեք խնդիր, կամ ընտրում եք եղածների մեջ, կամ նեղանում եք, չեք ընտրում։ Նեղանալով, չընտրելով ընտրվում է այն մարդիկ, ովքեր գնացել են, այսինքն դուք ասում եք ես համաձայն եմ ձեր որոշման հետ։ Վերջ։ Ասելով ես ոչ մեկին համաձայն չեմ ընտրում, ոչ դուք ասում եք ես իմ ձայնը տալիս եմ այն ուժերի հարաբերակցությանը, որով ձայն տվողները տալիս են։ Դե բացակայությունը դա է։ Եվ այս պարագայում իրանց ամբողջ նպատակը նա է, որ այդ իրական այլընտրանքը չստեղծվի ժողովուրդ ջան։ Եվ դուք տեսնում եք, թե ընտրությունների հետ կապված գնալով քաղտեխնոլոգիաները ինչպես են զարգանում եւ ինչ թանկ հաճույք է դարել ընտրություններին մասնակցելը, ինչպիսի ռեսուրս են դնում, ինչպիսի գումարներ են դնում եւ ինչեր են։ Մի բարդ բան չի չհասկանալու համար։ Եվ այդ ամեն ինչը անելու ժամանակ իրանց պետքա որ ընդհանրապես որևէ մեկը չկարողանա այդ տիրույթ մտնի։ Տեխնիկապես ուղղակի հնարավորություն չունենա մտնի, որովհետև կարողանա այդքան գրասենյակ բացի, կարողանա այդքան աշխատանք տանի, կարող է այդքան մարդկանց մոբիլիզացնի, այդքան գովազդային պաստառներ եւ այլ, այդ ամեն ինչը կարողանա անի, եթե այդ մարդը երկիրը թալանած լիներ, նա խոցելի կլիներ եւ իշխանության դեմ չէր կարող խոսալ։ Եթե ինքը չի թալանել, ուրեմն ինքը այդ հնարավորությունը չունի։ Դաշտը սիրահոժար հանձնում եք այսօրվա իշխանությանն ու նախկին իշխանությանը, ու պետք չէ ասել մենք իրանց դեմ ենք, դե մի բան արեք։ Չէ, ժողովուրդ ջան, մենք իրանց դեմ ենք, մի բան արեք, բայց լավ իմանալով, որ քո ուզածի համար պետքա վճարես, ուրեմն անիմաստ է, դուք երբևիցե ամենակենցաղային բանն ասեմ, մտնում եք ռեստորան ամենաթանկանոց, որտեղ դուք նրբաճաշակ եք, սիրում եք ամենալավագույն խորտիկն եք պատվիրում եւ մեկ էլ լավագույն կենթանի երաժշտությունը, վերջում էլ գալիս է հաշիվը բերում են, ասես չհասկացան, քո ռեստորանն է, դու էլ փագի, ես ինչի պետք է փագեմ, չէ ժողովուրդ ջան, ամեն ինչի համար այն ինչ որ դու ուզում ես լավագույնը, դրա համար պետքա վճարես, ու ես հաստատ դա ինձ համար չեմ ասում, 20 տարի հրապարակային գործունեությամբ եմ զբաղվել, երբեք չեմ ձգտել լինել իշխանության մեջ, եթե հնարավորություն կա անելու անենք, եթե չէ ավելի լավ է մեր հասարակության հետ նորմալ աշխատենք, այդ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն, այնպես որ գլուխ ջարդելով որևէ մեկի վրով անցնելով միջոցների վրա կանգ չառնելը հաստատ իմ ոճը չի, շատ ավելի ինձ համար լավ կլինի, որ ես կարողանամ իմ ուժերի համեստ ուժերի ներածի չափով աշխատանք տանենք անենք, ում հավատում եք օգնեք նրան, ում հավատում եք, ինձ կհավատաք, մեկին կհավատաք, ամեն անգամ ես դա ասում եմ, արեք ամեն մեկի շուրջում հավատում եք, ստեղծեք այդ ուժի կենտրոնները, վերջապես այդ մարդիկ կնստեն իրար հետ կպայմանավորվեն սեղանի շուրջ, կստորագրեն, կպայմանավորվեն եւ կորոշեն ով է դրանցից լիդերը։ Առաջի քայլը դա է, թե չէ մտածել, որ ինչ որ մարդիկ կան, որոնք կհավաքվեն սենց էնտուզիաստներ, այս պայքարի մեջ կկարողանան իրանք մրցակից լինել, երբ որ անգամ մարզերում ֆիզիկապես շրջելու եւ այդ ամեն ինչը ներկայացնելու հնարավորություն կա, ամեն ինչով ամեն օր չենք բացատրելու, կամ դուք դա ուզում եք, կամ ուրեմն մի մեղադրի մարդկանց, ովքեր որ դա ի վիճակի չեն իրանք իրանցով անել։ Այո, այսօր առավոտից իրիկու քննարկում ես, չեմ ուզում դրա մեջ շատ խորանամ, որ ես ինչ ռաբիս երկիչը գնացել է մարզահամերգային համալիրը, լեբլեցուն դահլիճ ա եղել ու զարմացած ասում են, ես ինչ ա կատարում։ Այո, դա Հայաստանում էլ ալնում, դա արտասահմանում էլ ալնում, որ ռաբիս երկիչը կգնա լեբլեցուն դահլիճներ կլինեն, ֆանտաստիկ միջոցներ կդնեն, կգնան, որ այդ ռաբիս երկիչին լսեն, այդ ռաբիս երկիչ երկի արանքում մի հատ հայրենասիրական բան կասի, ժողովուրդ ջան, մեր հայրենիքը կասեն էս ինչ հայրենասեր է, գնանք այդ ամեն ինչը անենք, բայց այն որ հայրենիքում այդ
պետք է կարողանաս զուտ քաղաքական process-ներով այդ լավ հայրենիքը ստեղծես, ոչ թե երկու երկի արանքը մի հատ հայտարարություն անես, դրան չեն մասնակցելու։ Մենք այդ ամեն ինչը գիտենք, դա վերաբերում է եւ դրսին եւ ներսին։ Այնպես որ իմ ողջ գիտակցական կյանքում ես ոչ թե ռաբիզ երաշխիչի կամ ռաբիզ երաշխության դա ընդհանրապես իմ թեման չի, ամոթել է որ ես դրանով զբաղվեմ։ Ես պարզապես ռաբիզությանն եմ գիտակցական ոչ կյանքս պայքարել եմ այդ ռաբիզության դեմ քաղաքականության մեջ եւ հանրային շփումների մեջ մեր հանրային կյանքում ժողովրդյան մեր կենսակերպի մեջ որովհետեւ այդ պրիմիտիվիզմը այդ ամեն ինչը այդ էժան կլկլոցները նաեւ քաղաքականության մեջ է մեր հանրային հարաբերությունների մեջ է այդ ցածրաճաշակ կլկլոցները ժողովրդյան մեր մեջ է այդ արևելյան մուղամները քաղաքականության մեջ է հանրային հարաբերությունների մեջ է ժողովրդյան մի զարմացեք կյանքները կդնեն անիմաստ բաների վրա ծախս կանեն բայց որևէ նրբաճաշակ ինչ որ բան ստեղծելու վրա չեն անի առավոտից իրիկու բողոքում են ասում են ով եկավ իշխանության ավելի վատներ բա ոնց է եկել իշխանության որ լավը լներ այսինքն գալու միջոցը որն է ինչ է արվել որ լավը գար ինչ է արվել այդ ուղղությամբ մտածեք ժողովրդյան դրա համար եմ ասում այստեղ ավելի པարզ բան թե ինչ է կատարվում ինչու համար են սահմանադրություն փոխում ինչ են անում որպեսի դրսից թույլ տան որ ինքը խնդրեմ չունենա դա անի որպեսի ասեն խաղաղություն բերողը ես եմ զիջումների գնա ավելի པարզ էլ ինչ եք ուզում որ ձեր առաջ դուք տեսնեք որպեսի պատկերացնեք եթե այնուամենայնիվ դուք գտնում եք որ ու պետք չի անդադ ինձ ասել ինչի սրան չես միանում ինչի նրան չես միանում Ժորժյան միանալը այդպես չի ավելի པարզ միանալ կոնկրետ ռեսուրս դնում ենք անում ենք այս մեր կողմից սեղանին դրեցինք այն նրա կողմից չեղավ դա ոչինչ էլ չի լինելու պետք չի իրար խաբելով զբաղվենք ավելի լավ է արժանապատվորեն իմանաք որ դուք ցանկանում եք որ իշխանությանը լի կամ Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը վերջ էլ պետք չի ասել մենք դա չենք ուզում չէ դուք դա ուզում եք ժողովրդյան դուք դա ուզում եք պարզապես հենց չմասնակցելով ուզում եք բայց դրա համար եմ ասում ցանկացած անիմաստ բանի վրա դուք չարչարվեք դուք դա ուզում եք դա էլ անում եք բայց դահլիճ լցնողը բա ինչա չի ծախսել որևէ բան չի արել որևէ բան իհարկե արել է ինքը դա է ուզում ինքը դա լսեց ինքը հիացած է իրան ոչինչ դրա համար պետք չէր ինքը գնաց հիացավ թրջկոտեց եկավ տուն վերջ իրա ուզածը հայրենիքից դա է ժողովրդյան պետք չի իրար խաբենք ավելի լավ չի անկեղծ լինենք մտածենք թե ոնց անենք որ մեր ժողովրդի քաղաքականացված լինեն գաղափարական լինեն արժեհամակարգ կրող լինեն այդ ճանապարհով առաջ գնանք թե չէ այնպես կանգնել օրը մեկը փողոցա դուրս գալիս ասում է այս անենք այն անենք տենում եք չէ որ դա արդյունք չի տալի դրա համար ինձ թվում է այդ ամեն ինչը փոխանակ բողոքել թե այսինչ ռաբիզություն է իմանանք որ դա մեր ընտրությունն է ժողովրդյան ու պետք չի մեղադրել թե նրանք ուրիշներն են չէ ժողովրդյան նույն իտալացին ինքը երբ որ Ջորդանո Բրունոյի արձանը սարքել է դրել է նա ինքը չի մտածել որ այն սարիկաները իրան այրեցին իսկ մենք արձանը սարքեցինք ասма չէ մենք այրեցինք ամոթ մեզ մենք էլ արձանը դրեցինք վերաբերմունքը այսպեսին պետք է լինի այնպես չի որ նրանք ու մենք ենք այդ ընտրությունը կատարող մեկը անտարբերությամբ մեկը բավարար ռեսուրս չդնելով մեկը վատին ընտրելով մեկը գայթակղվելով մեկը վախենալով էս է մեր ընտրությունը դրա համար հիմա դուք արդեն տեսնում եք մեզ ինչ է սպասվում անցնենք առաջ տեսնենք աշխարհը ինչ է սպասվում որից կախված մեզ ինչ է սպասվում The Washington Post թերթը գրում է ԱՄՆ նախկին նախագահները քննադատել են պետության ներկայիս ղեկավարին Բարակ Օբաման կոչ է արել դիմադրել Թրամփի կողմից համալսարանների եւ այլ կրթական հաստատությունների նկատմամբ իրականացվող հետապնդումների Ջո Բայդենը զգուշացրել է որ գործող նախագահը ոչնչացնում է սոցիալական ապահովության սուրբ պարտավորությունները Բիլ Քլինտոնը քննադատել է Թրամփին գերիշխելու ցանկության եւ դժգոհությունների վրա կենտրոնանալու վրա
երկու շաբաթից մի փոքր ավելի անսովոր ժամանակահատվածում 3 նախկին նախագահներ հրապարակային ելույթներ են ունեցել մտահոգություններ հայտնելով Սպիտակ տան ներկայիս ղեկավարի վերաբերյալ, չնայած այն ավանդույթին, որ նախկին նախագահները սովորաբար խուսափում են իրանց իրավահաջորդներին հրապարակավ քննադատելուց, ասվում է հոդվածում։ Այո, այս խնդիրը կա, ինչքան էլ փորձեն իրանք մնան կոռեկտության դաշտում, չի ստացվում, որովհետև անընդհատ Դոնալդ Տրամփն էլ է նախկիներին մեղադրում, այս ամբողջը դուք եք արել, այս երկրի վիճակը այսպես է, խայտառակ վիճակ է եւ այլ, տեսեք ինչ են կանելու, բայց առայժմ քննադատել են, ինչ որ գումարների հարց մտածել են վերականգնեն, արդյունքում այդ գումարների վերականգնվածի չափով ինչ խնդիր են լուծել, որի պատճառով եթե խնդիր է առաջացել, գնաճ է եղել, որոշակի խնդիրներ աշխատատեղեր պակասել եւ այլ, կամ ստիպված են եղել որոշ բաներ վերանայել, որպեսզի այդ վիճակը հարթեն, այս պարագայում արդյունքում ստացվել է, որ այլևս նախկին նախագահները լռել չեն կարողանում, որովհետեւ այն փոխադարձ, այսպես ասած, չգրված կանոնները չի գործում, հարգել եւ գործողը նախկինների կատարած աշխատանքը եւ նախկինները չքննադատեն հաջորդին, թողնեն այդ մարդը հանգիստ աշխատի։ Իհարկե ցավալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավանդույթներ են ոտնահարվում։ Շատ այստեղ կարևոր չի թե ով է ճիշտ, ով է սխալ։ Փաստը նա է, որ այդ ավանդույթները ոտնահարելը իրոք ցավալի է, որտեղ այն արժե համակարգով, որով աշխարհին Ամերիկան ներկայանում էր, այդ արժե համակարգը հետևողականորեն ջարդելը ոչինչ մեզ չի տալու։ Եթե նույնիսկ համարենք, որ ինչ որ բաներում խապված էինք, այդ բաների խապվածը համենայն դեպս բացահայտելուց հետո, ջրերես հանելուց հետո այլևս դու հիմա ենթադրենք մեկը գալիս է եւ մի հատ աճպարարի արածը բացատրում է, որ այս ֆոկուսը այսպես է։ Բացատրելուց հետո ինքը կարա այդ նույն ֆոկուսը անի, չէ, ժողովուրդ ջան, արդեն բացահայտվել է։ Այնպես որ եթե ինչ որ մի բան անգամ աշխարհը այլ կերպ անցալել Ամերիկային, սենց ամեն ինչ բերում եք, փռում եք առաջ ու ասում եք, այսպես է, հետո ոնց եք վերականգնելու այդ հավատը, այս է հարցը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Մոսկվան եւ Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց։ Այ հիմա տեսեք, պատերազմը շարունակվում է, իրար խփում են, սպանում են, նրա էլ իր քաղաքին է խփում, նա իր քաղաքին է խփում, մարդիկ են զոհվում, տեսնում եք ինչ է կատարվում եւ այս պարագայում պարբերաբար հետեւողականորեն համբերատար փոխանակում են գերիներ։ Իսկ մի հատ հարց, բա Հայաստանը ինչի տենց չեղավ։ Որովհետև ուկրաինացին ասում է, որ վիզ կդնեմ, ամեն ինչ կանեմ, կռիվը լի, զոհը լի, ինչ ուզում ալի, իմ քաղաքացին եթե գերի է անգել, կպայքարենք, ամեն ինչ կանենք, հետ բերենք։ Ռուսաստանն էլ ուզում ասի, որ գիտես ինչ, որ գնացել գերի ես ընկել, ես էլ եմ ուզում քեզ հետ բերեմ։ Այսինքն ես քեզ չեմ տարել հենց այնց գցել, որ այսինքն երկու կողմն էլ համարում է, որ դա արժանապատվության հարց է, գերիին հետ բերելը։ Եվ նստում են պարբերաբար պայմանավորվում, վատ կվարվես գերու հետ քո մոտ, վատ կվարվեն քո գերու հետ իրա մոտ։ Վերջ, բա ինչի մեր մոտ այդպես չեղավ։ Մեր մոտ ամեն անգամ, երբ որ ասում են գերիների հարցը բարձրացնել, մեր իշխանություններն ասում են նրանք ովքեր բարձրացնում են, շահարկում են, դրանով խանգարում են, որ մենք սուսուփուս այդ հարցը լուծենք։ Բայց երբ որ ասում ենք սուսուփուս այդ հարցը ոնց եք լուծելու։ Ինչ եք անելու, որ լուծեք։ Բերում են օրինակ, որ գիտեք, բայ 30 քանի հոգում, որ բերեցինք, բա ոնց բերեցիք, գիտենք ոնց բերեցիք, համաձայնվեցիք, որ միջազգային ֆորումը անցնի Ադրբեջանում, ինչի չգիտենք ոնց բերեցիք։ Դուք համաձայնվեցիք դրան միջազգային կշիռ ապահովելու համար Ադրբեջանին, բայց հույս ունեիք դրանից առաջ ամբողջի հարցը լուծել, այդպես էլ չարեցին, որովհետև դուք ձեր կողմից պատրաստակամորեն ամեն ինչ տալիս եք, որից հետո ասում եք լավ կլինի, որ դու դա անես։ Եթե դու կանգնում ես ու գիտես, որ այդ գերիները պետք է հավասարի փոխանակվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, մինչև հետո կանգնում ասում ես, գիտես, Ադրբեջանը ոչինչ չի կատարել խոստումները, բայց այդ փաստաթղթից մենք չենք հրաժարվում։ Իսկ ինչի չենք հրաժարվում, որովհետև եթե հրաժարվենք, պատերազմ կլինի։ Ոնց պատերազմ կլինի, այդ պատերազմը Արցախի դեմ չէ՞։ Հիմա Արցախը դատարկել է, պատերազմը ում դեմ ալնելու։ Այսինքն այն պայմանավորվածությունը նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը պատերազմը դադարեցնելու մասին չէր, բայց պատերազմը դադարեցնելուց հետո Արցախին ապրում էր իր երկրում եւ կապված էր Հայաստանի հետ, այդ ճանապարհն էլ վերահսկում են ռուսները։ Արցախը դատարկել ես, ռուսները այնտեղ անելիք չունեին, այնա դատարկեցին պրծան։ Ինչ հալնելու, որ մինչև այսօր Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթից չի հրաժարվում։
Հետո էլ ասում, քանի որ միտեղ գերիների մասը գրած է, ուրիշ տեղ էլ ինչ գրեինք, ժողովուրդ ջան, նա միտեղ գրած է, այսինքն միտեղ գրած է ու չի կատարվում։ Բայց մինչև վերջ էլ պնդում, որ այո, մենք մեր պարտավորությունները չենք հրաժարվում։ Ուղղակի դե այս նոյեմբերի 9-ին որ գրած է ռուսական վերահսկողություն, այդ չի նշանակում ֆիզիկապես կանգնել։ Հարց է ծագում, եթե դու դրանից հրաժարվես, ինչ ա լինելու։ Արցախի վրա նորից պատերազմ են սկսելու։ Դրա նպատակը ստորագրելու Արցախի դեմ պատերազմը դադարեցնելն էլ ոչ թե Հայաստանի դեմ, կռիվը Հայաստանի դեմ չէր։ Հիմա եթե դու այդ պայմանագրից հրաժարվում ես, Արցախի վրա են հարձակվելու, ինչ են անելու։ Ես ինչի համար եմ սա ասում, որ այդպես էլ ամեն ինչ անում են, որ այդ գերիների հարցը չբարձրացնեն, որովհետև այդ գերիները դա շանտաժի առարկա է Ադրբեջանի ձեռքում, այդ շանտաժանի Հայաստանի դեմ։ Երբ որ կանգնում է Հայաստանն ասում է այո Արցախը 91 թվականից Ադրբեջանի կազմում էր, նշանակում է նրանց, ովքեր Ադրբեջանը դատում է, նշանակում է օրինական է դատում, նրանք ապօրինի գործունեություն են կատարել Ադրբեջանի տարածքում եւ նրանց է շանտաժը անում ձայնագրում, ում ինչ ուզում է դա տարածում է Հայաստանում, ինչ ուզում է նրանց միջոցով գցում է շրջանառության մեջ, ում է ուզում մեղադրի, ինչ է ուզում հասկացնի եւ այլ, կամ ինչ է ուզում չհրապարակի, բայց այլ խողովակներով խաբարանի, որ ձեզ խելոք պայեք, այլապես կհրապարակեմ։ Իսկ եթե մենք արժանապատվություն ունենայինք, պետք է ասեինք գերիները հավասար փոխանակում ենք։ Երբ որ ասում են, եթե հետները բանակցելու ստենց խոսայինք, պատերազմ կլինի, Ուկրաինան պատերազմի մեջ է։ Պատերազմը գնում է, երբ որ գերիներին պարտաճանաչ փոխանակում են։ Եվ դա դարձնում են սկզբունք եւ մարդը գիտի, եթե ինքը գերի անգե իր հետևից իր պետությունը գալու է, ինչ ուզում ալի, կյանքը կդնի, զոհեր կտա, տարածք կկորցնի, բայց իր քաղաքացու հետևից կգնա, բանակցությունը կվարի կգնա, սա է վերաբերմունքը, պետական վերաբերմունքը, քո քաղաքացին իրանց մոտ է, դա արժանապատվության խնդիր է, եւ մենք ամեն անգամ ասում ենք դրա մասին խոսելը նշանակում է բան ենք անում, դա օգտագործում են մեր դեմ։ Ասում ենք, որ հիմա որ չխոսենք կլնի, մեկ էլ հիշում ենք 21 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր, մի 3 ամիս կդիմանան, այդ 3 ամսից քանի տարի անցավ։ Այ հիմա այս օրինակը տեսեք, որ իմանաք ոնց են վարվում թեժ պատերազմի ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները եւ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ Կամ Պուտինը լիովին չի վերահսկում իր բանակը, կամ իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատերազմի ավարտի ուղղությամբ իրական առաջընթաց գրանցելու նպատակ չունի, ասել է Զելենսկին։ Ինչ են ասել Ռուսաստանից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Ուկրաինան խախտել է Զատկի զինադադարը։ Այսինքն իմաստը որն էր, որ տենց մի հատ նախաձեռնությամբ հանդես գայիք, հետո էլ ցույց տայիք, որ մենք նախաձեռնությանը տեր ենք, Ուկրաինան խախտեց։ Այն դեպքում, երբ որ Ուկրաինան ֆիքսում է, որ դուք եք խախտել, իսկ դրա իմաստը որն էր, եթե 3 տարի ոչ մի տոն հաշվի չեք առել, եւ մեկ էլ այս անգամ որոշեց Ռուսաստանը հաշվի առնի, եւ մեկ էլ ուզեցավ, որտեղ մեղադրի, որ արել է Ուկրաինան։ Այսինքն այս պրիմիտիվ բաների վրա ով է խաբվելու։ Ում համար է սա արվում։ Չեք անում մի արեք։ Անելուց հետո մեղադրելու, ցա ինչ տվեց լավ։ Այսինքն դուք շատ հավատացյալ եք մյուսը, չէ՞։ Այսինքն եւ նախաձեռնությունը Ռուսաստանից եկավ, այսինքն Ռուսաստանի արած քայլերից կարելի է եզրակացություն անել, էլի, այդ պրիմիտիվ մոտեցումները։ Իսկ հիմա մի հարց, որը որ մեզ շատ հուզում է, կարդամ նոր ասեմ թե ինչով է այդքան հուզում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Եվրամիության երկրների ղեկավարների կողմից մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը, Եվրամիությանը մեղադրելով նացիստական գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ։ Խոսքեր չկան տեղի ունեցածը բնութագրելու համար։ Սա իսկապես անհասկանալի է։ Եվրամիությունը բացահայտորեն ձգտում է վերակենդանացնել նացիզմի եվրոպական գաղափարախոսությունը, այն գաղափարախոսությունը, որը ծնվել է մայրցամաքում, ոչնչացվել է կտրականապես, արգելվել է Նյուրնբերգյան ռազմական դատարանի կողմից, եւ հիմա նա նորից գլուխ է բարձրացնում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովը տեղի ունեցածը մտահոգիչ եւ տխուր միտում է անվանել, նշելով, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել դրա հետ, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունը երկրորդ շունչ չստանա, որպեսզի վերջնականապես ոչնչացվի Եվրոպան պետք է վերադառնա իր իրական արժեքներին, Եվրոպան պետք է վերադառնա իրական արժեքներին, ասել է Լավրովը։ Հիմա ստեղ ինչա ստացվում։
Ռուսաստանը նորից Եվրոպային մեղադրում է նացիզմ, ֆաշիզմ եւ այլ վերակենդանացնելու մեջ, իսկ հիմա մայիսի 9-ի եթե Հայաստանից մասնակցեն, այսինքն այդ նույն մեղադրանքը համարեք, որ մենք ենք հնչեցնում, ինչ տարբերություն։ Հնչեցնողի կողքը գնալ կանգնելը դա նույնն է նշանակում։ Հիմա հարց է ծագում, երբ որ Եվրոպային այսքան մեղադրում է Լավրովը մոռացել է, որ 1939 թվականի օգոստոսի 23 Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի գաղտնի պակտը, որը սեյֆում պահված էր, որը հետո ջրի երես դուրս եկավ, այդ 10 տարով չհարձակման պայմանագրի մեջ հստակ նշված էր, ինչպես են Եվրոպան մեջ անելու Գերմանիան եւ Ռուսաստան, Խորհրդային Միությունը։ Խորհրդային Միությունը այս կողմից սկսեց հավաքել, Գերմանիան այն կողմից սկսեց հավաքել։ Լեհաստանն էլ դարձնելու էր իրենց հարևան։ Ֆիզիկապես այդ պետությունը գոյություն չպետք է ունենար։ Այս կողմից Խորհրդային Միությունն էր վերցնելու, այն կողմից Գերմանիան։ Պատերազմն սկսեց Լեհաստանի վրա հարձակվելով։ Հիմա հարց է ծագում, բա հիշում եք, որ Արցախի վրա հարձակվելուց հետո Սերգեյ Շոյգուն այդ ժամանակվա պաշտպանության նախարարը, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասում էր, փայլուն օպերացիա կատարեցինք Արցախում։ Այդ նույն փայլուն օպերացիան իրանք կատարել են Գերմանիայի հետ պայմանավորված։ Դուք չեք տեսել, քանի դոկումենտալ կադրեր, չեք տեսել ինչ նկարներ, թե 39 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելուց հետո Խորհրդային Միությունը եւ Գերմանիան համատեղ ինչ միջոցառումներ էին անցկացնում, ինչպես էին իրար հետ համաձայնեցնում իրենց պլանները։ Ես կմտնեմ Ֆինլանդիա, դու կմտնես ստեղ, ես կմտնեմ Մերձբալթյան հանրապետությունները կվերցնեմ, դու կմտնես Սականես, ես վերցնեմ Ուկրաինան, վերցնեմ, ես անեմ, ինչի չենք տեսել Մոլդովան եւ այլ։ Այսինքն այդ ամեն ինչը պայմանավորված է եղել, դուք գործել եք սինխրոն, ֆաշիստը եղել է այն կողմից եւ այս կողմից։ Երբ առաջացավ այդ խնդիրը ձեր ճամփաբաժանը, երբ որ Հիտլերը որոշեց, որ ավելի լավ է մի ֆաշիստ լինի, մի նացիստ լինի, վերջը մի քիչ շատ կլինի Եվրոպայի համար երկու այդ կարգի ուժ, եւ մտածեց, որ պետք է հարձակվի Խորհրդային Միության վրա։ Մինչեւ Խորհրդային Միության վրա հարձակվելու քանի հազար նյութ կա, թե դուք ոնց եք սերտ համագործակցել նացիստական Գերմանիայի հետ, բա ուր էիք ժողովուրդ ջան, բա 39 թվականից մինչև 41 թվական ձեր արածների պատասխանով է տալու, երբ որ մեղադրում եք, բա այն ժամանակ, երբ որ պայքարում էին նացիստական Գերմանիայի դեմ, Լեհաստան մտնելուց մի քանի օր հետո Մեծ Բրիտանիան պատերազմը հայտարարել Գերմանիային, չեք տեսել ժողովուրդ ջան։ Այո, շատ ակտիվ գործողությունների մեջ չի մտել, որովհետև ինքը այդ ռեսուրսը չուներ, բայց հայտարարել ուղղակի դեմքը փրկելու համար արեցին, որովհետև այն ինչ օին բերեցին Չեխոսլովակիայի գլուխը, հասկացան, որ դա իրանց խայտարակությունն էր, անմիջապես պատերազմ հայտարարեցին։ Այո, նաև պատերազմի մեջ ներքաշվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետև ինքն էլ, բայց ի վերջո խնդիրը ոնց առաջացավ։ Խնդիրը առաջացավ, որ մարդիկ արդեն պայքարում էին։ Ֆրանսիան օկուպացրել էր 40 թվականին, Խորհրդային Միության վրա հարձակվելուց ուղիղ մի տարի առաջ։ Բա այս էր Եվրոպայի վիճակը, դուք ուր էիք։ Դուք ողջունում էիք Հիտլերին, մոռացել եք հիմա, ում եք մեղադրում նացիզմի գործընկերության մեջ։ Եվ այս պարագայում հիմա դուք պատկերացրեք, որ այս ամեն ինչը գիտեն նաև բոլոր տեղերը։ Հիմա եթե Հայաստանից գնան այնտեղ մասնակցեն, խայտարակության չափերը պատկերացնում եք։ CBS News-ը իրանական կողմի հետ հանդիպումներից հետո հղում անելով ամերիկացի պաշտոնյաների ներկայացրել է. Հռոմում մեր բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը տևել է ավելի քան 4 ժամ, դրական առաջընթացի ենք հասել մեր ուղղակի եւ անուղղակի քննարկումներում։ Մենք պայմանավորվել ենք կրկին հանդիպել հաջորդ շաբաթ եւ երախտապարտ ենք մեր օմանցի գործընկերներին այս բանակցությունները կազմակերպելու համար, ինչպես նաեւ մեր իտալացի գործընկերներին այսօր մեզ հյուրընկալելու համար։ Իսկ հիմա նայենք Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից ինչ են ասում, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցավ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցությունների արդյունքում, այո, մեր ամենաշատ մեր շահերից էր բխում, որ իրանք պայմանավորվածության կանոն համաձայնության, երևի որ չկա, որ դրան չեմ անդրադառնում եւ անընդհատ հստակեցնում եմ, որովհետեւ մարդիկ նորից հարցնում են, ասում են, բա ինչի էր այդքան մեզ համար կարեւոր։ Այո, մեզ համար շատ կարեւոր էր, որ ուղղակի հարվածներ չլիներ, որովհետեւ այդ հարվածները կլիներ պատասխան հարվածներ կլիներ, իսկ թե այդ ժողովուրդը ուր կլծվեին, ինչ կանեին, ինչ էկոլոգիական խնդիրներ առաջ կանգնեին, դրա մասին ամեն օր ենք խոսել, այդ մասը գոնե ստիպված չլինեմ կրկնեմ։
Բայց եւ միևնույն ժամանակ այո ցանկացած պարագայում մեր շահերից է բխում, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները համաձայնության կան, բայց դրանից լարվածությունը չի պակասում, որտեղ Իսրայելը շատ ծանր է տանում, որտեղ եթե Իրանը պայմանավորվեց Ամերիկայի հետ եւ իր հարստացված ուրանը ոչ մեկին չտվեց, ասեց ես պարտավորվում եմ զենք չստեղծել, դա նշանակում է այդ զենքը սառեցնել, դնել դարակը։ Իսրայելը շատ է վախենալու դրանից, որովհետև ինքը պահը բաց թողեց, Ամերիկան էլ բաց թողեց մեկուսացված Իրանին պատժելու հարցում։ Հիմա այլևս այդ խնդիրը չկա, որտեղ իրավիճակը փոխվել է։ Եվ այդ պարագայում հիմա Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սահարը մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն, որ Իսրայելը մտադիր է մայիսին ռմբակոծել Իսլամական Հանրապետությանը։ Ես Իսրայելի անվտանգության կաբինետի անդամ եմ, նեղ շրջանակով մասնակցում եմ բոլոր հանդիպումներին եւ չեմ հիշում նման որոշում։ Չեմ կարծում, որ նման որոշում է կայացվել, բայց Իսրայելի նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, ասել է Սահարը։ Նախարարի խոսքով Իսրայելի համար իրապես գոյաբանական հարց է Իրանի սպառնալիքին դիմակայելը։ Նրանք երկու անգամ հարձակվել են Իսրայելի վրա հարյուրավոր հրթիռներով։ Նրանք օգտագործում են պրոքսի ուժեր, ինչպես Հեզբոլահը, Համասը, Հութիները, որոնք ապակայունացրել են ամբողջ Մերձավոր Արևելքը։ Եթե այդ ամենն արել են առանց միջուկային զենքի, ինչ կարող են անել, եթե միջուկային հովանոց ունենան, ասել է Սահարը։ Իրանը հարաբերական թույլ վիճակում է, ուշադրություն, սրա մասին շատ ենք խոսել, եւ դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար, այլ ոչ թե Իրանին թույլ տալ փախչել, ժամանակ վատնել, մինչեւ հանգամանքները փոխվեն, ընդգծել է Իսրայելի արտգործնախարարը։ Այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ Ամերիկային ներքաշեն դրա մեջ, բայց Ամերիկան այդ հարցում չի պատրաստվում ներքաշվի, Տրամպը համենայն դեպս հասկանում է, որ այս պահը իր համար բարենպաստ չի, եւ Իսրայելը հասկանում է, որ դա իր համար կատաստրոֆիկ կարող է լինել։ Սառեցված, հարստացված ուրանը դեն սառեցված չի մնալու։ Կարճ ժամանակ հետո իրավիճակ փոխվեց, դա դառնալու է ռումբ, դառավ ռումբ օգտագործելու են Իսրայելի դեմ, ոչ թե Ամերիկայի դեմ։ Իսկ Իսրայելը լավ է հասկանում, կամ պետք է նենց շարքից հանես Իրանի միջուկային կարողությունները, կամ Իրանը եթե միջուկային զենք ստեղծեց, ինքն է Իսրայելին շարքից հանելու։ Առավելևս այն ակտիվությունը, որ Իսրայելը դրսևորեց Ամերիկայի շահերը սպասարկելու համար, սեկտոր Գազան դատարկել, ընդհանրապես Պաղեստինի ինքնավարությունը չճանաչել, Իրանին հարվածներ հասցնել եւ այլ եւ այլ։ Այս ամեն ինչը հաշվի առնելով դրա համար այս խնդիրների առումով այնուամենայնիվ հույս ունենանք, որ Իսրայելը չի կարող հասնել նրան, որ Տրամպին համոզի ինքը հարված հասցնի, Տրամպն էլ պաշտպանի պատասխան հարվածները, որովհետև պատասխան հարվածները, եթե Ամերիկան չպաշտպանեց, իսկ նույնիսկ մենակ Ամերիկայի ռեսուրսը բավարար չէր։ Հիշում եք այդ թատերականացված ներկայացումը Իրանը խփեց, նրանք էլ օդում խփեցին այդ հրթիռները, բայց նախապես պայմանավորված։ Եթե պայմանավորված չլինի եւ Իրանը հարվածներ հասցրեց, դա կարող է շատ մեծ վտանգ ներկայացնի, անգամ չփրկի նույնիսկ երկաթյա գմբեթը Իսրայելի, որովհետեւ ինտենսիվությունը կարող է լինել շատ մեծ։ Այդ իսկ պատճառով դա նշանակում է, որ համենայն դեպս հուսանք, որ այդ խնդրի առաջ մենք չենք կանգնի եւ համենայն դեպս գոնե այդ առումով այն գիծը Ամերիկա, Իսրայել, Ադրբեջան այս պահին առայժմ չի գործում, որովհետեւ Ադրբեջանի դերակատարությունը Իրանի համար պլազդարմ լինելն էր։ Եթե դա չի գործում, այդտեղ դիրքորոշումը դիրք պակասում է։ Եթե Ամերիկան չի օգնում Իսրայելին Սիրիայում դիրքերը ամրապնդել, իսկ չի օգնում, որովհետեւ չի ցանկանում նեղացնի Թուրքիային, այդ հարցում էլ Ադրբեջանի միջնորդական ֆունկցիան չաշխատեց։ Երեկ ենք դրա մասին խոսել, շատ մանրամասը չասեմ, բայց այնուամենայնիվ այս պարագայում համենայն դեպս այս մասը մեզ համար բարենպաստ է, որ Իրանը կարողանա համաձայնության գա այդ ուղղությամբ։ Մի բան արագ կարդամ, Facebook-ը հիշեցեց ընտրություններից առաջ 21 թվականին, դե հիշում եք, ընտրությունը հունիսի 20-ին էր, իսկ սա դե ապրիլի 20-ի մասին է խոսքը։ Որտեվ շատ բաներ ուղղակի այս նույն բանը գլխներից եկած այն ժամանակ ուղղակի չէին լսում, ժողովուրդ ջան։ Այս փուլում այլընտրանքին այլընտրանք չկա, այլապես ավելի խորն ենք թաղվելու անցյալի ճահճում։ Այս ընտրություններն արտահերթ են, անցնելու են արտակարգ պայմաններում ու արտառոց են նրանով, որ ձախողված ու պատերազմը պարտված իշխող ուժը եւ ցանկություն եւ հնարավորություն ունի վերարտադրվելու։
Ընտրությունները ներկայացվել են որպես նախկին ու գործող իշխանությունների կատաղի պայքար, մնացած ուժերին երկրորդական դերակատարություն վերապահելով։ ՍԴ-ի որոշումը Քոչարյանի մեղադրանքը հանելու պահով միանգամայն տեղավորվում է Փաշինյանի սցենարի մեջ։ Իրավական տիրույթում քաղաքական թատրոն խաղացին, որպեսզի Փաշինյանը դիմի ժողովրդին, թե ում չկարողացանք դատել, դուք ձեր քվեարկությամբ կդատեք հունիսի 20-ին։ Հիշում եք Սահմանադրական դատարանի որոշումով ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի, որ Փաշինյանն էլ ասի դե տվեք պողպատե մուրճը, էլի, այն բանտիկով չաքուչով որ փողոցեր դուս եկե։ Իսկ հենց ժողովուրդը նախկինների վերադարձի վտանգից մոբիլիզացվեց եւ իր քվեով դատեց վարչապետի թիմին հնարավորություն տալով վերարտադրվելու, դրանից հետո Փաշինյանը կդատի ում կցանկանա։ Իսկ հիշեք, արտահերթ ընտրություններ անելու համար օգնեցին Փաշինյանին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, այսինքն Լուսավոր Հայաստանն ու ԲՀԿ-ն օգնեցին, որ արտահերթ ընտրություն լինի, այլապես չէր լինի։ Իրանք էլ հույս ունեին, որ իրանք լավ տեղավորված էին Փաշինյանի հետ հեղափոխությանը փայ էին մտել, իրանց հարմար էր թվում դա։ Հիմա ես դա էի բացատրում ընտրություններից առաջ, տեսեք հունիսին, այս ապրիլին եմ ասել։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն 2018-ի ընտրությունների արդյունքով խորհրդարան մտան որպես Փաշինյանի արբանյակ ուժեր, իսկ այսօր իրավիճակն այլ է։ Կարող էին բալանսավորված քարոզարշավ տանել ու հաղթահարեին նվազագույն շեմը, քանի որ որպես խորհրդարանական ուժ ճանաչելիության խնդիր չունեն հանրության շրջանում, բայց թե ԲՀԿ-ին, թե ԼՀԿ-ին հարմար չէ դիտարկվել Փաշինյանի արբանյակ ուժ, որպեսզի պատերազմի պարտության փայատեր չդառնան։ Փաշինյանն էլ այս անգամ իր համար այլ արբանյակներ է նախատեսել։ Բայց թե ԲՀԿ-ի եւ Լուսավոր Հայաստանի պարզ է, որ չեն կարողանալու հանրությանը ներկայանալ կառուցողական դիրքերից ու համոզիչ լինել հանուն ապագայի ծրագրերով, դրանով իսկ հանդես գալով որպես նախկին ու գործող իշխանություններին հավասարապես մերժող այլընտրանք, քանի որ մի ժամանակ նախկինների հետ են բացահայտ կամ քողարկված ճանապարհ անցել, եթե չասենք խաղեր տվել, մյուս ժամանակ գործող իշխանությունների։ Դրա համար երկու ուժերն էլ հայտարարեցին, թե մասնակցում են հաղթելու համար, իսկ այստեղ ծանրամարտի նման է, երբ պայքարդ կառուցում ես ռիսկային սխեմայով, որ չեմպիոն դառնաս, մեծ է հավանականությունը, որ կստանաս 0։ Դա է պատճառը, որ Մարուքյանը դիմում էր Քոչարյանին, որ նա չմասնակցի, այդ դեպքում իրենք կհաղթեն ընտրություններում։ Վստահ չեմ, որ կհաղթեն, բայց եթե նման առաջարկով Մարուքյանը դիմի նաև Փաշինյանին, որ նա էլ չմասնակցի ընտրություններին, Լուսավոր Հայաստանի շանսերն ավելի կմծանան, թեպետ դարձյալ վստահ չեմ, որ կհաղթեն։ Ինչ է պետք է ծանրանում այդ սուտի այլընտրանքի վրա, որովհետև այդ նույն սուտի այլընտրանքները մեզ առաջարկում են տարբեր ժամանակներ, եւ կարող են դա փորձել եւ Գյումրիում, կարող են փորձել, այսինքն իմանաք, թե այն ժամանակ ինչ եղավ եւ ում խաղը չստացվեց։ Արմատական ընդդիմադիր տիրույթը զբաղեցնելու է Քոչարյանն իր արբանյակ ուժերով։ Այստեղ անցողիկ տեղ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի համար չի մնալու։ Ժողովուրդ ջան, տեսա՞ք հետո ինչ եղավ։ Սա ապրիլին է ասվել։ Եվ ընտրությունը հունիսին էր։ Մայիս-հունիս, ամենից 2 ամիս առաջ։ Բացի այդ, հանրությանը պարզ է, որ Փաշինյան-Քոչարյան պայքարի պարագայում ոչ ԲՀԿ-ն, ոչ ԼՀԿ-ն հաղթել չեն կարող։ Ուստի վերջիններիս կողմից կտրուկ փոխելը դիսլոկացիան քաղաքական դաշտում գուցե հասկանալի է, բայց ոչ լուրջ կշռադատված ու հաղթանակ բերող։ Կամ կլինի նախկին ու գործող իշխանություններին այլընտրանք, գուցե մեկից կամ ավելի ուժերի տեսքով, որ կարող են իրավիճակ փոխել ընտրությունները մերժող հսկայական ընտրազանգվածին ակտիվացնելով, որոնք նեղացան ու ընտրության չգնացին։ Ու եթե չկարողանան կանխել Փաշինյանի հաղթանակը, ապա միահամուռ ուժերով հետընտրական պայքարի միջոցով նրան գահանկեց անեն։ Կամ Փաշինյանը վերարտադրվելու է, արմատական ընդդիմադիրներին թվում է շահեկան դիրք ունեն, էլ ինչ ապագայի իրատեսական ծրագիր ներկայացնես ու այն կյանքի կոչելու ունակ թիմ։ Կատաղի քննադատում ես Փաշինյանին ու նրա հակառեյտինգի ձայները քոնն են, մոռանալով, որ վարչապետն իշխանության դաշտում միակն է, ունի կայուն ձայներ, իսկ նրան քննադատողների դաշտում հերթ է գոյացել։ Այսինքն հիմա դուք հասկացաք ինչ է կատարվում։ Այս նույն բանը մեր առաջ էր կանգնած, ժողովուրդ ջան։ Հիմա է կանգնած։ Հիմա դա նայում ենք, թե ոնց որ այսօր գրած լինի, այդ նույնը մեր առաջ է կանգնած։ Դրա համար բերեք համապատասխան եզրակացություն անենք, որ հետո չասենք այն մարտելի չստացվեց։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։